Ես տեսա դալիճում շատ են նաև մեր եղբայր ժողովուրդը, եզդները, բերեք նաև ողջունենք մեր եղբայրներին։ Սա հենց փաստում էին այն կարևոր հանգամանքը, որ Հայաստան դաշինքը իրական համերաշխություն, եղբայրություն եւ առաջընթաց ապահովող դաշինք է։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այս թոհուբոհի մեջ, երբ Նիկոլը եւ իր բանդան իջացրել է ընդհանրապես քարոզարշավի պլանկեն այնքան ներքև, որ թույլ չի տալիս նույնիսկ պարզ, սովորական շփումների միջոցով ներկայացնել, թե ինչ ծրագրեր է ներկայացվում, կարծեք թե մարդիկ մոռացել են, որ այս նախընտրական շրջանում նաև պիտի լսեն ծրագրեր, պիտի տեսնեն, թե ի վերջո այս կամ այն ուժը, երբ որ ներկայացնում է ծրագիրը, ինչ է իրանից ամբողջացնում եւ կարող է արդյոք այդ ծրագիրը կյանքի կոչվել։ Ես մի քանի բանի մասին կխոսեմ, շատ կարճ, որովհետև նաև սա հնարավորություն չի տալիս ավելի երկար քննարկումներ ծավալել։ Նախ ես կխոսեմ, որ կուզեմ արձանագրել, որ մեր հատկապես գյուղական վայրերում շատ լուրջ մտահոգության հարց է, եւ հատկապես Բաղրամյանի շրջանում ջրի, ոռոգման ջրի, խմելու ջրի խնդիրը, եւ որը մեր ծրագրի կենտրոնական հարցերից մեկն է։ Գյուղացիների աշխատանքային ստաժը։ Հողի վրա աշխատող գյուղացուն աշխատանքը պետք է համարվի ստաժ, եւ նա թոշակի գնալիս պետք է ստաժի այդ աշխատանքային տարիների դիմաց ստանա այդ գումարը։ Սա մեր ծրագրային կարևոր դրույթներից մեկն է։ Գյուղ քաղաք տարանջատումը վերացնելու եւ գյուղերում զարգացում ապահովելու համար հսկայական դրույթներ ենք նախատեսել եւ հսկայական ռեսուրսներ ենք նախատեսել հենց գյուղի զարգացման համար։ Ես ինքս լինելով գյուղից, ես ինքս լինելով կողքի գյուղում մեծացած երիտասարդ շատ լավ եմ հասկանում, որ առանց զարգացման այս մեր պատանիները, մեր երեխաները այստեղի հետ ապագա չեն կապի։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք գյուղը ոտքի հանել եւ կհանենք, ինչպես որ ժամանակին, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան վարչապետ, այն ժամանակ նույնիսկ բյուջեում, նույնիսկ պետական հիմնարկներում մարդիկ չէին կարողանում են չնչին աշխատավարձը ստանալ։ Եվ այդ կարգապահ գործողությունների, հետևողական, վճռական գործողությունների հիման վրա շատ կարճ ժամանակամիջոցում ոչ միայն պետական հաստատությունները սկսեցին բնականon աշխատել, շնչեց երկիրը, տնտեսությունը աճեց, գյուղացին սկսեց արդեն իր հողը արժևորել եւ կարողացավ այդ արժևորված հողի հետ միասին նաեւ դեպի ապագային միտված ծրագրեր կառուցել։ Սա նաեւ հաստատումն են բանի, որ մեր խոսքերը օդում չեն։ Այն ինչ որ ասել ենք, նախ ցույց ենք տվել, որ ի վիճակի ենք անել, եւ երկրորդ ավելի մեծ թափով կարող ենք անել։ Նախագահը կարևոր խոսք է ասում եւ դա ուզում եմ ես այստեղ հատկապես իմ համերկրացիների մոտ ասել, նա շատ ճիշտ մի դիտարկում է անում։ Ասում է, եւ դա այդպես է, նախագահը երբեք շատ բան չի խոստացել, բայց այն ինչ որ խոստացել է, դրա կրկնակին ու եռակին առանձին դեպքերում 10 պատիկ անգամ նարել է։ Ու սա եւս մեկ հաստատումն է այն բանի, որ մեր խոսքերի եւ գործերի միջև եթե կա տարբերություն, ապա միայն դրական եւ միայն բազմապատիկ անգամ ավելին ու առավելը։ Ես ուզում եմ կարևորել փոքր ու միջին բիզնեսի նշանակությունը։ Տեսեք, մենք հատկապես հիմա այս մեր բնակավայրերում շատ ունենք, սկսած առևտրային կրպակներից ավարտված փոքր արտադրամասերով։ Եվ մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը փոքր բիզնեսի հարկերը ամբողջությամբ վերադարձնելն է, որպեսզի այս փոքր բիզնեսը կարողանա զարգանա, մեծանա, նոր աշխատատեղեր ստեղծի, համալրի մարդկանց նաև իր շուրջը, համախմբի, կարողանա այդ մարդկանց ընտանիքների համար եկամուտ ստեղծելու հնարավորություն տա։ Մի կարևոր իրավական ծրագիր։ Դու գիտեք, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են ազատազրկված անձանցով։ Ընդ որում, հետաքրքիր է, դրանց ճնշող մեծամասնությունը կալանավորված մարդիկ են, ոչ թե մշտապես դատապարտված, այլ կալանավորված։ Մենք ազատագրելու ենք
քրեակատարողական հիմնարկները եւ իրականացնելու ենք լայնամասշտաբ համաներում։ Հատկապես այն անձանց մասով, որոնք որ տարբեր օրենսդրական ամենաթեթև խախտումների հետևանքով հայտնվել են անազատության մեջ, այս մարդիկ պետք է վերադառնան իրենց ընտանիքը, պետք է վերադառնան եւ կարողանան իրենց զավակներին, իրենց շրջապատի սոցիալական միջավայրում ավելի ամրանան, ավելի ուժեղանան, որպեսզի կարողանանք նաեւ համերաշխություն հաստատել մեր երկրում։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը 8 տարի հետևողականորեն փորձել են հայ ժողովրդի մեջ, աշխարհասփյուռ, Հայաստանում, Արցախում սերմանել ատելություն, եղբորը եղբոր հանդեպ, հարևանը հարևանի հանդեպ, մի գյուղը մյուս գյուղի հանդեպ, մենք պետք է կարողանանք այս ամենը փոխել եւ մենք կարող ենք փոխել։ Ու այդ փոփոխության համար շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք, ի վերջո լավ, այս թիմը ոնց կարող է։ Ես արդեն նշեցի, որ նախագահը իր նախընթաց ժամանակահատվածում այնինչ խոստացել է 10 անգամ ավելի արել է եւ դեպի դրական են գնացել։ Բայց ես ուզում եմ կենտրոնանալ մեր դաշինքի հիմքերի վրա։ Տեսեք, սա միակ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ միակ դաշինքն է, որը ձևավորվել է նախորդ ընտրություններից առաջ, գործել է այս ամբողջ ընթացքում եւ շարունակում է ավելի ընդլայնված կազմով առաջ գնալ։ Սա նշանակում է կայունությունը, մեր խոսքի նկատմամբ պատասխանատվությունը մեր սկզբունքն է։ Եվ մենք դա է պատճառը, որ հայ հեղափոխական դաշնակցությունը իր 135 տարվա անցյալով, իր հերոսական պատմությամբ, միանալով նոր քաղաքական ուժի, նոր երիտասարդների, նոր մարդկանց առաջնորդությամբ Արցախի հանրապետության առաջին, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահի մենք կարող ենք հաղթանակ եւ արժանապատվություն բերել մեր երկրին։ Ու սա նաեւ մենք պետք է արձանագրենք ձեր հետ միասին։ Սա այս առիթը մենք օգտագործում ենք նաեւ ուղերձ հղելու համար հանրապետության տարբեր բնակավայրերին, բոլոր մարզերին, Սյունիքից սկսած ավարտված Տավուշով, բոլորին ուղերձ պետք է մենք ուղարկենք։ Այդ ուղերձի էությունը հետևյալն է. մենք ամսի 7-ին քվեարկելով համար 17-ի օգտին բերում ենք Հայաստանին արժանապատվություն, անվտանգություն եւ որ ամենակարևոր դրույթներից մեկն է, ամենակարևոր նպատակներից մեկն է ապագայի նկատմամբ հավատ։ Ուրեմն ամսի 7-ին համար միասին